Ողջույն, եթերում կինոճեպընթացն է։ Մարդը ավազահատիկ է, բայց նաև ավազահատիկը իրավունք ունի երջանկության։ Բարի լույս Հայաստան։ Բարի երեկո բարեկամներ։ Բարև։ Արդեն գրեթե 4 տասնամյակ։ Նրա հարցերն ու պատասխանները մարդու մասին են։ Բարձր ու գեղեցիկ Արվեստի եւ ոչ միայն արվեստի բոլոր խաչուղիներում, եթե չկա մարդը, դա անհետաքրքիր է։ Մարդու միջոցով են բացահայտվում իրավիճակներ, պատերազմներ, խաղաղություններ, հայտնագործություններ եւ կրկին վերադառնում է դեպի մարդը իր բոլոր նույն անհաջողություններով, վրիպումներով, թերացումներով։ Այսօր 25 անգամ պետք է նախադասությունը սկսել եւ շարունակել եսով։ Մարդը, որին պետք է կարողանալ լսել, ասում է Արթուր Բախտամյանը, վաստակավոր լրագրող, հաղորդավար, սցենարիստ, ռեժիսոր։ Բարև, ճակերտներում այսօր լրագրող պարոն Ստիվեն Քուրչյանն է։ Անթիվ զրույցներից այս մեկն է առանձնացնում, երբ խնդրում ենք երկար ճանապարհից մի դրվագով կիսվել։ Սա, գիտեք, երբ մեծ թենիսում հանդիպում ես լավ խաղի, այդ դա նման մի 1 ժամ էր։ Նոյեմբերի 29-ը հայկական հեռուստատեսության եւ հատկապես դրա նվիրյալների օրն է։ Ուղիղ եթերում նոր կեսգիշերային ճեպընթացն է։ Հեռուստատեսությունը երևի շատ մասնագիտություններին զուգահեռ, բայց մի տարբերությամբ այն շարունակ գաղտնիքների բացահայտման շրջան է եւ այս առաջի գաղտնիքը բացահայտելուց հետո մեկ էլ հայտնվում է նոր գաղտնիք, հետո նոր գաղտնիք։ Երևանի հեռուստաաշտարակը քաղաքի ամենաբարձր կետից 1956 թվականին սփռեց հայկական առաջին հեռուստաեթերը։ 69 տարի անց փոխվել են մարդկանց պատկերացումները, տեխնոլոգիաները, ինֆորմացիա փոխանցելու եղանակը, բայց հեռուստատեսությունը համառորեն պայքարում է իր կայուն տեղի ու դերի համար։ 100 տարի առաջ, երբ պաստառին հայտնվեց առաջի շարժվող կադրը, ասացին էլ թատրոն չի լինի։ Եվ այդպես գիտության եւ աուդիովիզուալ զարգացումների հետ միասին շարունակ գուժում էին ինչ-որ բաներ, պարզվեց հակառակը, ի վերջո ինչքան ենք հիմա 8 միլիարդ, 9 միլիարդ կգտնվի ամեն մի հեռուստատեսությանը կամ աուդիովիզուալ մեդիային իր բաժին հանդիսատեսը։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Մյուս կողմից հեռուստատեսությունը եւս պետք է ժամանակին համընթաց շարժվի։ Բախտամյանի խոսքով այսօր արդեն գործ ունենք լազերային գործիքների հետ, որոնց պետք է տիրապետել, եթե ուզում ենք խոսքը տեղ հասնի։ Առաջ ուղղակի մուրճ ու մեղ էր, կա ամեն որը պատ է բանանում, փոսեր է բացում։ Հիմա ճշտագույն գործիքներ են, մանր միկրոնային գործիքներ են եւ պետք է դրանց տիրապետես։ Բարդ է, բայց կարևոր է հատկապես բովանդակությունը, եւ Բախտամյանը վստահ է, բովանդակություն փնտրողներ այսօր քիչ չեն։ Կապույտ էկրանի կախարդանքը դեռ երկար, հետապնդելու է դրա սիրահարներին ու նվիրյալներին։ Կհանդիպենք 3-րդ հազարամյակում։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։